մի վարքյան կան կարծիքներ եւ մտահոգություններ, որ հեծը կարող է հայտնվել ադրբեջանցի կամ թուրք ներդրողների ձեռքին։ Հիմա այդպիսի մտահոգություններ Ղազիմյանը քիչ առաջ ասեց։ Մի վարքյան Սյուզի ջան, հարցը տալիս եմ։ Եվ արկած կա, որ թուրքական ընկերությանը կարող է պատկանել այս ընկերությունը։ Ձեզանից շատ-շատերը տարբեր երկրներում են եղել։ Վարկած կա, որ դուք ֆինանսավորում եք այդ երկրներից։ Կարող եմ պնդում անեմ ես։ Չեմ կարող, չէ՞ պնդում անեմ։ Թե հիմա ձեր նշած անձը ինչ պնդումներ են, իր պնդումների մասին են հարցադրում արեք, ինչ եք չի հետաքրքրում ՀՑԿ-ի ներկայացուցչական կազմով ինչու է եղել Թուրքիայում, ում հետ է հանդիպել, արդյոք այդ հանդիպումը կարող է կապ ունենալ հեծում ներդրումներ անելու հետ, դա ձեզ չի հետաքրքրում, որովհետև խոսվում էր ազգայնացման մասին, հիմա ոնց որ մտահոգություններ կան թրքացման։ Դա ինձ այնքանով է հետաքրքրում, որքանով ինձ հետաքրքիր չէ, թե դուք որ ուժի կենտրոնից եք այդ պատվիրած հարցերը ձևակերպում ժողովուրդ ջան։ Ինչ նշանակում ՀՑԿ-հն թրքացման եւ այլն։ Որ ձեր գործողությունները Թուրքիայից են պատվիրված։ Ես հայտարարություն եմ քիչ առաջ հնչել, ձեզ հարցնում եմ։ Դուք եք անցնում։ Պարոն Պետրոսյան, Ջորջան, ռազմավարական օբյեկտի հետակա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀՑԿ-ը ընդունած այսօրվա կամ գուցե հետաձգված մինչև ամսի 18-ը մաքսիմում որոշման բովանդակությունից ՀՑԿ-հն է այն համանadrական ինստիտուտը, որը պետք է կանխորոշի, թե ով որ երկիրում հետ գնաց, դա որևէ ազդեցություն, որևէ բան չի նշանակում, մասնավորապես ինձ համար։ Կարող է երդվել, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից ներդրումներ չեն լինելու հեծում, կարող եք երդվել։ Դա մեր հազարամյա դուք ինչ մասնակցություն եք։ Չէ, ուզում եմ որ ժուրնալիստիկայում երդվելու ինստիտուտ կա։ Չէ, ես ուզում եմ որ ձեր խոսքը, որովհետեւ կառավարության անդամները Թողեք ես Ջորջան իրավունք ունեմ։ 5 րոպե ես դեռ հարցեր չեմ պատասխանում։ Դուք ազգային Ես տվող կամ վերցնող չեմ հետո հարգելիս թարգեք ես այդ գործընթացի նպաստով եք։ Այդ գործընթացի մեջ է։ Բայց ճիշտ չես անում։ Մեծ րոպյանին հարցրեք ինչ են եկա մեծ րոպյան։ Թողեք նստեմ իմ տեղը, ես խնդրում եմ ձեզ։ Ինչ կշահի պետությունը, եթե հեծը զտվի լիցենզիայից եւ բնակչությունը ինչ կշահի։ Չեմ կարող հիմա կանխատեսումներ անել, որոշումը լինի, որոշում ես կմեկնաբանեմ, ես բան չեմ կարող։ Հեծի միջև կանխատեսումը որոշում պետք է լինի, որ նոր Օրենքի գերակայությունը երաշխավորելու առումով կարծում եմ ահռելի տարբերություն։ Դաշինքը վստահեցնում է, որ 3 դրամով կարող է նվազել հոսանքի գինը։ Դուք ինչ մեկնաբանություն ունեք սրա առնչությամբ։ Ժողովուրդ Ազնաժողովն եկավ թող նստի։ Հոսանքի գինը հնարավոր է նվազեցնել 3 դրամով։ Դուք ինչ մեկնաբանություն 10 տարի ինչի չեն նվազեցրել 30 լումայով։ Այդ հարցը Ինչ են բարձրացրել, ամեն ինչ բարձրացրել, դա դինը չեն բարձրացրել, չէ՞ բերում են են ժառանգել։ քաղաքականությունը դրա համար է եղել այդ փուլը։ ինչ որ մասկաշ չեմ բոլոր ես խնդրում չկարտացեք որ ես նոր տեսեք։ Կներեք։ Հիմա խնդրում եմ անձնական տարածք ազատ եք աշխատենք արտելի։